Փառք Տիրոջը։ Այսօրվա թեման, որով կուզեմ կիսվեմ, կոչվում է այսպես է ասում Տերը։ Այսպես է ասում Տերը։ Գիտեք, դա ինչ շատ զորավոր խոսք է, երբ որ Տերն է ասում։ Շատ ձայներ կան, շատ խոսքեր կան երկրի վրա։ Դատարկ, փիլիսոփայական, խելացի դուս են տալի կներեք այս բանի մասին, բայց դրա հետևի կյանք չկա։ Աստծո խոսքի զորությունը նրա մեջ չի, որ գեղեցիկ է հնչում։ Աստծո խոսքի գեղեցկությունը չի իր զորությունը, այլ Աստծո խոսքի հետևում ինքը կանգնած է եւ ասում է ես արթուն եմ, որպիսի ամեն խոսք կատարվի։ Եթե կարող ասել եմ, բայց օրինակ էլի բերեմ, եթե ես մեկիդ ասեմ, որ մյուս 5 շաբթի կգաս, Աստվածաշունչ կտամ քեզ։ Ու ես 5 շաբթի օրը գնամ Տիրոջ մոտ։ Ու դու լսես, որ Վարդան աղբերը գնացել է Տիրոջ մոտ։ Դու կգաս Աստվածաշունչ վերունելու։ Խոսք տվողը չկա։ Աստծո խոսքի զորությունը, գեղեցկությունը չի, այսօր շատ գեղեցկություններ կան, ինձ այդքան դուր չի գալի, որ անընդհատ ասում են, ես ինչը սենց ասա, մի հատ գեղեցիկ անկապ խոսք է։ Դրա այդ իմաստության զորություն չկա, որովհետև դրա հետևին չկա կենթանի իրականացնող։ Նա ով ասել է, նա պիտի կատարի։ Շեքսպիրը ուրա, գիտեք, ասել քերիս նալները տնկել է։ Ինչ օգուտ կա Շեքսպիրից, իր գրքերից եւ այլը, ամբողջ հարցը սրա մեջ է։ Որ այն ինչ որ մենք կարդում ենք Աստծո խոսքի մեջ, մենք գիտենք, որ այս ասողը Տերն է, եւ ինքը արթուն ասում է, ես արթուն եմ ու կանգնած եմ իմ խոսքերի հետևին, որ ամեն խոսքը կատարվի։ Երկինք ու երկիր կանցնեն, բայց իմ խոսքերը չի կորչի, կկատարվի։ Եկեք ուրեմն գանք այդ որն է Տիրոջ խոսքը, այդ որ գրված է այսպես է ասում Տերը, ես մի կկարդամ ու շատ տեղեր է գրված, ոնց ենք իմանում, որ սա Տիրոջ խոսքն է, ամեն բեմից հնչող խոսք, դա Տիրոջ խոսքը չի, Տիրոջ խոսքը միայն, ուզում եմ լսեք միշտ, միայն գրվածի մեջ է, միայն գրքերի մեջ է, Հիսուսը լինելով խոսք, ինքնա չէ խոսքը, և Աստված խոսք էր, և խոսքը Աստված էր, ինքը լինելով խոսք, փարիսեցիներին ասում էր գրված է, աշակերտներին ասում էր գրված է, սատանային հակառակ կենալիս ինչ էր ասում, գրված է, Եվ երբ որ հանդիպում է իր աշակերտների հետ հիշում եք Էմաուս գնացող ճանապարհի վրա եւ ասում է երբ որ նա մեզ գրքերից էր բացատրում միթե մեր սիրտը չէր բորբոքվում գրված է որ Հիսուսը աշակերտների հետ խոսում է գրքերից Նա միշտ գրածն էր ասում մի բան էր անում մտավ տաճար եւ դուրս արավ բոլոր արք ու վաճառ անողներին եւ աշակերտները ինչ արին հիշեցին որ գրված է Հիսուս ասավ Սուրբ Հոգին որ գա ուշադիր լսեք ինքը իրանից ոչինչ չի տալու ձեզ այլ ինձանից վերցնելու է եւ ձեզ տա չէ Սուրբ Հոգին, հիշեք, նույն Աստվածն է, հանկարծ ասուն իրեք մասի չբաժանեք խնդրում եմ, մենք մի Աստված ունենք, նրա դրսևորումները տարբեր են, Աստված իրան հայտնեց իր որդու միջոցով, Աստված իրան հայտնեց Սուրբ Հոգու միջոցով, մի Աստված է, նա հայտնում է իրան այդպես, Նա մեր հայրն է, Հիսուսը մեր փրկիչն է, Աստված իրան հայտնեց Հիսուսի միջոցով, որպես մեր փրկության, Եվ Սուրբ Հոգին Հիսուս ասավ ձեզ լավ է, որ ես գնամ, որ ես չգնամ, Սուրբ Հոգին չի գա, այսինքն Քրիստոսը որպես քահանապետ նա եկավ Սուրբ Սրբոցը Աստծո առաջ կանգնեց իր արյունով
եւ մեզ համար փրկagorցություն բերեց։ Ամեն ինչ գերեց եւ պարգևները մարդկանց բաժանեց եւ Սուրբ Հոգին իջավ մեծ զորությամբ։ Այդ Սուրբ Հոգին Հիսուսի վրա էր, աշակերտների վրա էր, բայց Աստված իրան սկսեց հայտնել Սուրբ Հոգու միջոցով։ Ես շատ սեղմ եմ ասում, շատ կարճ եմ ասում, սիրելի երեխաներ, բայց հիշեք, Սուրբ Հոգին դա մենակ ինչ որ մտքեր տվող չի։ Այսօր քրիստոնյաները լակատերների նման են ապրում։ Ահա ինձ Հոգին ասավ, ինչ ասավ։ Մենք գիտենաս մի հատ Լևի բանը ասել։ Դա Սուրբ Հոգին չի ասել։ Որ ասում է Սուրբ Հոգին ինձ բացեց խոսքը, այ դան դիրա։ Այ որ ասում է Սուրբ Հոգին ինձ ասավ, որովհետև գրված է, այ դա նորմալ է։ Սուրբ Հոգին, հիշեք, իրանից ոչինչ չի ասում։ Նա վերցնում է խոսքը ու բացում է քեզ։ Միայն այս խոսքի վրա չի կարելի ավելացնել, պակասեցնել։ Եթե մեղա ասում Հոգին ասավ ու դու զգում ես, որ գրվածի մեջ չկա այդպիսի բան, ավելացվում է այդ խոսքի։ Ժաննաքույրիկը աղոթքի ժամանակ շատ ճիշտ բան ասավ։ Եկեք աղոթենք, որպեսզի Սուրբ Հոգին ներգործի, որտեղ առանց Սուրբ Հոգու ներգործության սա կրոն է։ Աստծո խոսքը կենթանացնողը Սուրբ Հոգին է, բայց Սուրբ Հոգին կենթանացնում է միայն Աստծո խոսքը։ Այդ դրանով ամեն ինչ է կենթանանում։ Որովհետև հավատքը լսելուց է, լսել է Սուրբ Հոգու ասելուց, հա։ Դες կարդացած եք, կարգին եկեղեցի եք։ Շատ լավ է։ Դա այնքան քաղցր բան է, որ Սուրբ Հոգին խոսքն է բացում։ Այն ինչ որ Սուրբ Հոգին Աստծո խոսքից ասեց, Հիսուսը աղոթեց իր աշակերտների համար, բացեց իրանց միտքը, որ ինչ անեն, Սուրբ Հոգու ձայնը լսեն։ Կարող եք կարդալ Ղուկասի 24-ի 45-ը։ Русейнов картам, հայերենով նույնն է։ Тогда отверз им ум к уразумению Писаний. Գրքերը, Սուրբ գրքերը, նրանց միտքը բացեց, ոչ թե որ Սուրբ Հոգու ձայնը լսեն, այլ գրքերը հասկանան։ Սիրելի երեխաներ, այսպես է ասում Տերը։ Եթե մի մարգարե կկանգնի ու կասի, այսպես է ասում Տերը, մերոնք սիրում են այդպես բաներ։ Ու մի հատ Լևի բան կասի, խոսքին չի համապատասխանի, դա սուտ չի։ Ասում է, եթե մարգարեանա իմ ժողովրդին, այդ խոսքը քննեք իմ խոսքի լույսի տակ, գրված է հենց այդպես։ Եվ եթե նրա մեջ լույս չկա, չընդունեք։ Մարգարեությունը պիտի համապատասխանի խոսքին։ Սիրելի երեխաներ, միշտ սիրեք խոսքը։ Մարգարեները կողքից թող մենակ երկրորդ տեղը գրավեն, եղավ։ Քարոզիչները, հովիվները երկրորդ տեղը, Պողոս առաքյալը, որի միջոցով միլիոնավոր մարդիկ էին դարձի եկել, հազարավոր մարդիկ եկեղեցիներ են առաջացել, ասում է դաժե ես էլ գամ, հրեշտակ գա, քարոզի ձեզ ուրիշ բան, ուրիշ ավետարան, այսինքն կա ուրիշ ավետարան։ Մենք այսօր տեսնում ենք, ինչ Լևի բաներ կա, քարոզում են ավետարանի լույսի տակ։ Եթե հրեշտակ էլ կա, ինձ Տերը հրեշտակի միջոցով ասև, շատ բան արավ, եթե հրեշտակին քշի գնա, եթե Տիրոջ խոսքի համաձայն չի ասել։ Տիրոջ խոսքը դա մեր փարոսն է, փարոսը գիտեք, չէ՞, մայակն է։ Այն որ ալեկոծությունները, փոթորիկա, ափը չի երևում, ոչ մի բան չի երևում, նավը ուղիղ այդ փարոսի լույսին է գնում, որ կարողանա ճիշտ տեղ հասնի։ Սիրելի երեխաներ, միշտ հիշեք, այսպես է ասում Տերը։ Դու կարող ես կարդաս Աստծո խոսքը եւ համոզված լինես, որ սա է Աստծո խոսքը։ Եվ եթե դու անկեղծ սիրտ ունես, Սուրբ Հոգին միշտ քեզ կբացի իր խոսքը։ Ուզում եմ կարդամ Երեմիայի 15:19, Երեմիա մարգարեի 15:19։ Այդ պատճառով այսպես է ասում Տերը, այսպես է ասում Տերը։ Եթե դառնաս դեպի ինձ, ես քեզ կվերականգնեմ, իմ առաջին կկանգնես։ Եթե զատես պատվականը անարգիցը
Իմ բերանի պես կլինես, նրանք կդառնան դեպի քեզ եւ դու դեպի նրան չես դառնա։ Այսպես է ասում Տերը։ Եթե, ասա եթե, չմոռանաս երբեք։ Մեկ հնենց բանը Աստծոանունից այնքան խոստումներ կտան, դա սատանայի տակտիկան է, որ հույսեր տա մարդու, որը արժանի չի։ Ասեմ ձեզ, եթե մարդը չի ուզում ապաշխարի, բոլոր խոստումները իրան չեն վերաբերվում։ Հիսուսը ասավ, հենց առաջին քարոզը Հիսուսի սա էր. ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Մենք բոլորս գիտենք, ավետարանը բարի լույսն է, բարի լուրն է, ուրախ լուրն է։ Եթե մարդը չի ուզում ապաշխարի, ավետարանը իր համար չի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Տերը ուզում է, որպեսզի մենք հասկանանք, հերթականություն կա։ Առանց ցանկու, ինչ է նշանակում ապաշխարությունը։ 18 տարի չի դա։ Ապաշխարությունը ջանքեր անել չի, այս եկեղեցու համար ծնկաչոք աստիճաններով բարձրանալ պետք չի։ Դա չի ապաշխարությունը։ Ապաշխարությունը, երբ որ մարդը իրան է գալիս, ինչպես գրված է անարակ որդու մասին, իր վիճակը տեսնում է, ասում է վեր գնամ հորս տուն։ Ու չասեմ, պապ ջան, եկա, լա շորերը բերեք, լա լողացրեք մի հատ, լա մի հատ սհենց անեմ ինձ հագցնեն ծառաները, չէ, ապաշխարությունն ասում է գնամ, ասեմ արժան չեմ որդի լինել։ Մեկ գիտեք ինչ, մարդիկ են գալիս, ասում են, են ոնց են աղոթում, լասեք աղոթենք, հետո ինչ են տալի, ոնց են տալի։ Իրանց շատերին բժշկությունա պետք է, սա պետք կապ չունի, իրան չի հետաքրքրում, մեղքի հետ վաբշե չեն ուզում բան, իրանք ուզում են կիրակի օրերը գալի, մնացած օրերը քեֆ քաշեն մեղքի մեջ։ Ու զարմանում են, չի գործում, ասում են, Աստված մեզ սիրում է, ուր Աստված մեզ սիրում է, գրված է Աստծո բարկությունը մնում է ու վրա հակառակության որդիների վրա, ովքեր Աստծուն հակառակվում են, նրան համար չեն ուզում ապրեն, ծածուկ մեղքի մեջ են մնում, հավատացեք, որ Աստծո շնորհը նրանց համար չի, Աստծո երկինքի օրհնությունները իր որդիների համար է։ Ծնվեց նա, պիտի ծնվի նա, ով որ պիտի ների, ազատագրի մեղքից իրեններին, կարդացեք, միջև մենք Հիսուսինը չդառնանք, նրա սեփականությունը չդառնանք, շատ ցինիկ տհաճ օրինակ եմ բերում։ Կինը ինչքան ուզում է, նույն բանը տղամարդու մասին, ես պրոստը տղամարդու կողմից եմ ասում, կինը ինչքան ուզում է, լավ էփիթափի, տները մաքուր, տեսականին ճաշերի, երեխեքը հագցրած, կապցրած, գարդիրոբում շորերը դասավորած, ամեն ինչը տեղին է, բայց եթե շնության մեջ ապրի, այդ ամեն ինչը ջնջվում է, ավելի լավ է իմ կինս չիմանա ճաշերի տեսականի, ավելի լավ է ընդհանուր մաքրությունը լինի, ավելի լավ է ինչ-որ տեղ չհասցնի այս հարթուկի կամ ինչ-որ բանի պատճառով, բայց նա իմն է։ Երբեք չմտածեք, որ Աստված պատրաստ է քեզ կիսել ուրիշի հետ, նա առաջի տեղը պետք է լինի։ Եթե նա առաջի տեղն եղավ, նրա բոլոր խոստումունքները քոնն են, քեզ կպչողը նրա աչքի բիբին է կպչում, նա մենակ դու պետք է նրանը լինես։ Նա գիտեք Տերը, եթե քո կյանքի մեջ է, քո կյանքի նավակի մեջ է, դա չի նշանակում ալեկոծություններ քո շուրջ կողմը պետք է չլինի։ Դա նշանակում է, որ ոչ մի ալիք չի խորտակի քո նավը։ Նա քեզ հետ է։ Մեջ էլ քեզ կլ։ Դա չի նշանակում, որ քո կյանքի մեջ դժվարություններ չի լինի։ Կլինի, բայց Տերը մեզ պետք է հալի, որոշ բաներ կա, որ մեր մեջ կա վառի, ոչնչացնի, բայց հեշտ process չի։ Մեր եսը գիտեք, ինձ համար առաջի թշնամին իմ եսն է, նոր սատանան, ոչերը թող կանգնեն։ Որովհետև մեր եսը ամենանենք կավառն է ռուսերեն ասած, ամենանենք բանն է։ Մեր եսը, օյ, դաժե չեմ ուզում ասեմ։ Իմ սաղ պայքարը իմ եսի դեմ է։ Տերը օրհնի մեզ, որպեսզի հասկանանք։ Տերը ասում է, եթե, նկատի ունի եթե, այսինքն ես չարեցիր,
Դու պատկերացնում ես քեզ բերեն մի հատ թուղթ տան, ասեն մի հատ ստեղ ստորագրի ու գրի, ամեն վերևի գրվածի հետ համաձայն է։ Ասեք ինձ որդ կանեք այդպես բան։ Ճիշտ է, լորեցիներ կան այստեղ, բայց այդքան միամիտ չեն։ Լորեցիներն էլ չեն անի։ Սիրելի քույր եղբայրներ, միամիտ լինելը լավ է, բայց մենք պետք է հասկանանք մի բան։ Եթե Տերը ասավ, եթե Այսինքն, եթե մենք այս բաները չանենք, օրհնությունները չի գալու, միշտ հիշեք։ Ու տեսեք ինչա գրած։ Եթե դառնաս դեպի ինձ, ես քեզ կվերականգնեմ, իմ առաջին կկանգնես։ Իմաստը սա է, իմաստը սա է։ Գիտեք ինչ բան է, մարգարեն կանգնում է թագավորի առաջ, հին ուխտի մեջ։ Թագավորի առաջ է կանգնած էլի։ Դուք պատկերացնում եք ոնց էին դողում։ Այն թագավորը, հմիկվա թագավորներն էլ պիտանի չեն։ Ընդհանրապես, բայց այն ժամանակվա թագավորները մի բան եղավ, առանց օրենքի գլուխը գնում էր։ Կանգնած է ու ինքը ինչ ասը։ Տերը, որի առաջ ես կանգնած եմ։ Թագավորը նա հիմա մարդ չկա։ Բայց մարգարեն ես իմի այստեղ կանգնած եմ, դուք կանգնում կարծում եք ձեր դեմ եմ կանգնած։ Ես ձեզ եմ ծառայում, բայց իմ ամեն բառերը ես գիտեմ, որ Տերը լսում է, եւ զգուշություն եմ անում, որ ավելորդ բաներ չասեն։ Սիրելի քույրեր եղբայրներ, եթե դառնաս դեպի ինձ, քեզ կվերականգնեմ, իմ առաջին կկանգնես։ Դա է իմ առաջին կանգնի։ Գիտեք ինչ, գիտեք այսօր դուք կարաք քաղաքագլխի մոտ հեշտ մտնեք, հմի, ասենք, վեր կացակ գնացիք, մտակ քաղաքապետարան ունեք, չէ՞։ Ու գնում եք, ասում եք, ուզում եմ դուս կանեն ընդից կոստե գրվի լավագույն դեպքում չգիտեմ ձեր մոտ համակարգը ոնց է ինչքան պետք է համբերես սպասես սկզբից կարող է շատ քաղաքագլխի մոտ ուղարկեն կամ են սիրելի քույրեր դա գիտեք ինչ մեծ օրհնություն է որ դու անընդհատ կանգնած ես նրա առաջ աղոթում ես ու քո մեջ մենակ Հիսուսն է քո ասու մեջ մի անգամից ես եմ ճանապարհը չկա ուրիշ անուն փրկության համար միայն Հիսուսը եթե սիրելի քույրեր եղբայրներ դառնաս դեպի ինձ դառնա գիտեք ինչը կներեք շատ կներեք ես հիմի ձեզ դարձած չեմ ես դառա դեպի ձեզ Հայերի մոտ էլ ընդունված է, նու, երևից շատ բեր տեղը, հայերը որ նստած է, ասում են կներեք, որ մեջքով եմ նստած։ Ցավոք սրտի սիրելի քույրեր եղբայրներ, մենք հասկանում ենք, որ դուք պատկերացնում ես, չեմ ասում պրեզիդենտի, ձեր քաղաքագլխի մոտ գնաս, մեջքով նստես, ասա լսում եմ։ Քեզ սիրուն դուրս կհանեն, այդ պապուկ եմ ասում։ Սիրելի քույրեր եղբայրներ, Տերը ուզում է, որպեսզի մենք իրան դառնանք դեմքով։ Անընդհատ իրան նայենք։ Տերը ուզում է, որպեսզի մենք ճանաչենք իրան։ Ուզում եմ կարդամ Առաջի Թեսաղոնիկեցիս 1:9։ 1:9 Առաջի Թեսաղոնիկեցին, որովհետև հենց իրանք պատմում են մեր մասին, թե ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մոտ եւ ինչպես դուք դարձաք կուրքերիցը դեպի Աստված։ Դարձակ կուրքերիցը դեպի Աստված, որ ծառայեք կենթանի եւ ճշմարիտ Աստծուն, որ ծառայեք կուրքերին պաշտել, միշտ կուրքերի մոտ գնալ, կուրքերին նայել։ Այս աշխարհը կուրքեր շատ ունի։ Կուրքերը, ասեք, չէ Վարդանախբեր, վերջի օրերս կրանտուն չեմ տեսել, կուրքեր չեմ տեսել։ Այնքան կուրքեր կա, դուք էլ ասեք։ Ֆիրմեք կան, մարդիկ այդ ֆիրմի կուրքն են, մենակ այդ ֆիրմով են հակվում, ոչ թե որակի խաթեր, այլ այդ ֆիրմից, որ հանկարծ նասկիները այդ ֆիրմի չեղնի, կարող է քոսը ճաննգնի, մի քիչ լավ չեղնի, բայց հասկանում եմ, այսօր այնքան կուրքեր կան, սոցիետերա, ֆեյսբուկա, բանը, վերակացել, լադեր ջուր չի խմել, լադեր չի աղոթել, մի անգամից, տկլորվում ու կծվում այդ ֆեյսբուկը, տենա ինչ կա, չկա, Սիրելի քույրեր եղբայրներ, Տերը օգնի, որպեսզի մենք դառնանք դեպի միշտ Տիրոջը։ Ով է դառել, նա ծառայում է։ Չեք կարող երկու Տիրոջ ծառայել։ Մեկին պիտի ծառայեք, այն մեկին անարգեք։ Ում ես դու ծառայում, ում հետ է քո միտքը։ Գիտեք, մենք Սուզանավեր չենք, որ Կիրակի օրը հավաքույցից հետո բուլբուլ գնացինք աշխարհ, ապրինք, մեկ էլ
շաբաթօրը նու հալավ շաբաթօրնա հավաքույթը, ասին, շաբաթօր գնանք հավաքույթի, կիրակի օրը էլի տրժասնում ենք։ Չէ։ Ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք, ես էլ արթուն մնանք, եւ Տերն ասում է, եթե դառնաս ինձ, ում ենք մենք ծառայեմ, ում ենք մենք նայում, երկնքի մասին մտածեցեք, ոչ թե երկրի։ Գիտեք, ցավոք սրտի շատ քրիստոնյաներ իրանց ամբողջ աղոթքը, երազանքները, որ Աստված օրհնի իրանց, հայերեն ասած, բախտը բերի երկրի վրա։ Այնքան որ ստեղ ամեն ինչ լավը լի, բա գնանք եկեղեցի, բա որ չգնանք եկեղեցի, բա բիզնեսը սովորնի, գործերը սովորնի, բա առողջությունը բեր օրնի, ու իրանց սաղ երազանքը ուր ենք մենք գնալու։ Մի ախպեր ասում է, ինձ որ վկայեցին առաջ անգամ ասեցի, հենց մեռնելիս եմ դարձի կգամ։ Երիտասարդ։ Մեկը ասում է գործի տեղը տոկը որ չտվեց, տոկը բռնում է, գիտեք, չէ՞ որ ուժեղալը։ Ասում է թպրտում եմ, ասում է, ընդեղել ասում է մեջ քարած ուրիշները գործ են անում, դե ոչ կարում եմ ձեն հանեմ, ոչ կարում եմ բան անեմ։ Մեկ էլ ասում է մչև տե հանեկան ինչ որ բանով բրթեցին, հանեցին։ Էս մեկը ասում է բախի չէր ճովում, ասում է չէի կարամ ճվա։ Ասում է ինձ շատ էր վկայել այդ մարդը, ասավ հա մեռնելիս կարեցար Հիսուսին ապաշխարես։ Այդ գիտեք ինչ մենք հիմի պետք է անենք, եթե դառնաս դեպի ինձ։ Դա նշանակում է որդին անառակ ճանապարհ վեր կա երեսով դեպի իր հոր տունը, այ դա դառնալա։ Ինչքան մոտենանք Աստծուն, նա մեզ պիտի դու որ մեկին ուզում ես մոտենա, ասենց ես մոտենում։ Չի սիրուն տեսարան չի, ես գիտեմ։ Բայց որ ուզում ես մեկին դեպի գնաս, մոտենում ես դեմքով, ուրախանում ես։ Սիրելի քույր երեխաներ, եթե դառնաս դեպի ինձ։ Երկրորդը հասկացանք, չէ՞ չեմ ուզում շատ բան անեմ։ Դառնալ Տիրոջ դա նշանակում է մեջքով դառնալ աշխարհին, մեջքով դառնալ կուրքերին, դառնալ Աստծուն դա նշանակում է ծառայել նրան, ձգտել նրան, մոտենալ նրան, ճանաչել նրան, ավելի ու ավելի մոտենալ նրան։ Երկրորդը, եթե զատես, առանձնացնես, զատես պատվականը անարգից, իմ բերանի պես կլինես։ Եթե զատես պատվականը անարգից, չխառնես։ Գիտեք, ոնց ես մտածում, ես օրինակ եղելա գնում եմ ու տեսնում եմ 10 կոպեկ։ Մեջքից ցավի պատճառով չեմ կրանում, որ վեր ունեմ։ Բայց որ իմ գինն եմ ասում էլի, որ 50 կոպեկ ալեմ արդեն վեր եմ ունեմ։ Որ 10 ռուբլի լի ուրախությամբ եմ վեր ունեմ։ Էսի մեջքից պատճառով ես ներքև շատ լավ եմ նայում։ Բայց որ գնալիս լնես ու տեսնես, մի քիչ փափուկ ասեմ, հա, կովիդ հրիքա, գյուղացի մարդիկ կան այստեղ, իմ մանկությունս գյուղում անցել, ես դրա համար շատ նորմալ այնց մար, աթար, վառել, բան, քաղաքից մարդիկ այդքան լավ չգիտեն ինչա դա, կարտոլեպել աթարով, դա մի հատ Անես բանա, որ ամփոխարինել։ Հա, տեսեք, որ գնալիս լես տենաս 10 ռուբլյանոց հա թրիքի մեջ, ես չեմ վերունի։ Չեմ ասել սարսափելի զզվող եմ, չէ, բայց որ 5000-անոց եղավ է։ Կվերունես, չէ։ Ես չգիտեմ, ստե մարդ կա, որ կասի, չէ, սենց ինչ-որ բան կգտնես, ցելոֆան կհագցնես ձեռիդ վրա, կվերունես, կտանես մի թեև ջրով կլվանաս։ Գիտես, դա գին ունի։ Զատել, Աստծո գանձը պետք է առանձնացնես։ Եթե աշխարհի հետ խառնեցիր, եթե կեղտոտ կինոներ անայեմ մարդը, անառակ։ Գիտեք, շատերը ասում են, դա իմ վրա չի ազդում։ Ես մի ծառայող գիտեմ Բաշկիրիայում, չեմ ուզում քաղաքը բանը ասեմ, հովիվի օգնական էր։ Ինքը անկում ապրեց, միջև մի բանա, ու ինքը գիտես ինչ, որ շփվում էինք, ասում էր, не могу, брат Вартан, я в фильме ужасов очень люблю։ Գիտեք,
այդ հայերեն հրեշավոր կինոներ ակոչվում, ֆիլմի ուժը դա սատանայի հնարածն է, որ մարդկանց մեջ ցանի վախ։ Այդ չար ոգիները շատ անգամ, ես առանց կատակի եմ ասեմ, չար ոգիները մտնում են դու մեջ հենց այդ կինոների միջոցով։ Դրա համար ինձ փոքրուց միշտ սովորեցրել եմ, ես որ մեծացա հոգևոր դառա, ես հասկացա, որ դա շատ բան չի կարելի ուրիշին վախեցնել, որտեղ վախեցնելու ժամանակ մարդը կարա հայերեն մեր լորում ասում են կայսահարվի, այսինքն կարա չար ոգով բռնվի, շատ վտանգավոր, ձեր երեխեքին բան սովորեցրեք, որ իրար չվախեցնեն, այսօր շատ անգամ դա կատակի է վերածվում, հա մարդը մանթրաժից դուրս գալու համար համ վախը մա, համ ծիծաղը մա, բայց դա իր վրա ազդում է։ Շատ բաներ կա, ես հրեշավոր կինոներն եմ ասում, ավելի սարսափելի այդ պորնոգրաֆիկ կինոները, երբ որ այն կեղտը կա, գիտեք ինչքան մարդիկ են շնության մեջ ընկել կամ էլ ինքնաբարբարության մեղքի մեջ ընկել, հենց այդպիսի կեղտոտ բաներ նայելով։ Ցանը մեզ։ Մի քանի ճանապարհ կա մեր մեջ ցանելու։ Առաջինը դա լսելն է։ Երկրորդը դա տեսնելն է։ Երրորդը դա մեր մտքերն է։ Կարաս հերթականությամբ տեղափոխես իրար տեղերով կապ չունի, որն է առաջինը, որն է երկրորդը, բայց այս միտքը տեսնելը, լսելը։ Ինչի ես նայում, ինչ ես լսում, ինչի մասին ես մտածում։ Դու սերմանում ես քո մեջ։ Ես հասկանում եմ, որ եթե ես կանգնած եմ տոկարի ստանոկի տակ, ես նաև տոկար եմ, հետել կոշիկի մասնագետ եւ նրա մեջ եմ աշխատել եւ նրա ու դու այդ տոկարի գիտեք կարի կոշիկի կարի մեքենան ինչքան արագ աշխատում նա բավականին բայց ես համ կարամ կարեմ համ Տիրոջ խոսքի մասին մտածեմ վարորդները գիտեն չէ կարամ ես համ քշես համ էլ Տիրոջ խոսքի մասին մտածես կողքինիդ հետ խոսաս Ես օրինակ երբեք Սուրբ Հոգու աղոթելու ժամանակ, հոգով աղոթելու ժամանակ մեկ մտնի ձեր աղոթքի մեջ, դա վնաս է։ Ձեր միտքը թող Տիրոջը փառաբանի։ Որտեղ միտքը ազատ է։ Նրանք ովքեր որ ուզում են հսկանան ինչա բան, կխճճվեք, չի կարելի։ Միտքը պետքա Տիրոջը փառաբանի։ Եվ ընդհանրապես ինչ ենք մտածում, ինչ ենք նայում, ինչ ենք լսում, դա շատ կարևոր է։ Ու ինչ որ վատ բան պետքա գա զատես։ Միտք է կա վատ, ասում ես Հիսուսի անունով, ու քո մտքիդ մեջ հակառակում ես։ Գրված է, որ ձեր մտքերը գոտեպնդեք ընչով ճշմարտությամբ։ Միտքը բառացի գիտեք ինչա դա նշանակում, հոգևոր իմաստը։ Այսինքն ձեր մտքերը պետքա Աստծո խոսքով միշտ կոնտրոլի տակ լինի։ Աստծո խոսքից ուրիշ բաներ եկավ, ի նկատի ունեմ Աստծո խոսքի սահմանը։ Թե չէ, ասենք չի կարելի էլի ֆանատիզմի հասնել։ Դրա համար ամեն ինչ Տիրոջ կամքի մեջ դա նշանակում է, գիտեք, ես բաշկիրիա եմ ծառայում, նա մուսուլմանական երկիր է եւ ես շատ եմ լսում, այսպիսի բան, նա всё воля Ալլահը։ Ու որ քրիստոնյաներին Տիրոջ կամքն է, այ քույրիկ ջան, այ եղբայր ջան, դա Տիրոջ կամքը չի, Տիրոջ խոսքի մեջ այդեն չի գրված։ Դու ոնց ես ասում Տիրոջ կամքն է։ Իհարկե մենք բաներ կա, որ չենք կարողանում կողմնորոշվել, ասում ենք թող Տիրոջ կամքը լինի։ Գրված է, որ երբ որ չկարողացան Պողոսին համոզեն, որ չգնա Երուսաղեմ, հենց այդպես գրված է, կարող եք կարդալ։ Ասեցին թող Տիրոջ կամքը լինի։ Ինքը հանձնեցին, բայց թե գնաց խմեց, գնաց ծեծեցին։ Դե բալքի Տիրոջ կամքը տենց է, ոնց է Տիրոջ կամքը տենց, այ քույրիկ ջան, այ եղբայր ջան, մեղ գործեց, գնաց ծեծկերավ, Տիրոջ կամքը տենց չի։ Տերը իհարկե կարա ամեն բան օգտագործի, որ մարդուն կանչի դեպի իրան, բայց դա Տիրոջ կամքը չի։ Այնպես որ պիտի պատվականը անարգից զատել։ Մեր մտքի մեջ, մեր կյանքի մեջ ամեն ինչ պետք է ազատագրել։ Եթե տեսնում ես քրիստոնյայի ավտոյի մեջ աչքահուլունք հա կախած։ Հավեսով քշում է աչքահուլունքը սիրուն կախելա, գալիս է եկեղեցի աղոթում է գնում։ Աչքահուլունքով չգիտեն հայերը, դա Կրիշնայի աչքն է, դա եկա ուսմունք է։
այդ դրա համար տարբեր տեղերին դնում, ասում է, այդ աչքը որ տեղը նայում է, այդքանը Կրիշնան պաշտպանում է։ Հայրը չգիտեն, հայրը մի բանը լի կախեն։ Մեր բաշկիրա մի անգամ Սալավատ տաքսի նստեցի, տենամ մուսուլմանական աուտքա կախած սենց կլոր, խաչա կախած քրիստոնեական, այս տորպեդոյի վրա 3 հատ իկոնայա, այս կողքին էլ 3 հատ տկլոր աղջիկեքի նկարներա, ասեցի ես ինչ, ուզում եմ վկայեմ, ասում եմ ես ինչ լայն հավատք ունես, սաղ հավատում ես, ասմա չէ նապարնիկիս հետ եմ կշեմ, ինքը բաշկիրա, այս աղոտքը իրաննա, խաչը իմնա, ասի լավ, խաչի հետ այս իկոնաներն էլ հսկացանք, բայց դրանց կողքին ես տկլոր, մեր կաղջիկա, դե ասմա, это для веры, а это для наслаждения, այդ ես լայն սիրտ ունի, սաղ տեղավորում է, ու քրիստոնյաներն էլ, մեկ դեմ ես հավատացյալ է, բայց տանը խաչ, այդ հուլունք հակախած, ես շատ դեմ ընչերա աչկա հուլունք, սիելի քուրեր եղբայրներ, ես պրիմիտիվ բաներ եմ ասում, մենք մեր սրտի մեջ պետքա, մեր մտքի մեջ պետքա ուշադիր եղնենք, եթե զատես, առանձնացնես, պիտի լինես ինչպես իմ շուրթերը, այստեղ իմ մոտ շատ խոսքեր կա գրած, չեմ ուզում կարդամ ժամանակի, եթե զատես կլնես ինչպես իմ բերանը, ռուսերենում ասում իմ շուրթերը, ասո բերանից ինչա դուրս գալիս, խոսք, Հիսուսի բերանից երկսայրի սուր էր դուրս գալի, հիշում եք, ասո խոսք, ասավ եւ եղավ, ինչա նշանակում, եթե առանձնացնես, զատես մաքուրը անմաքուրից, կլնես ինչպես իմ շուրթերը, իմ բերանը, դա նշանակում է քո խոսքը կսկսի համապատասխանել, քո կյանքը կսկսի համապատասխանել իմ խոսքին, քո կյանքը կլինի խոսք, դու գիտես ինչքան հոգևոր աճում ես, ինչ անում ես, դա խոսքին համապատասխանա, չէ, ինչ անում ես, դա աշխարհը ինչ անում է, դա խոսքին հակառակ է, դրա համար գրված է, նրանք հակառակության որդիներ են, սիրելի քույրեր եղբայրներ, Եվ վերջինը ասում է, նրանք կդառնան դեպի քեզ եւ դու դեպի նրան չես դառնա։ Առակացի մեջ 16-րդ խոսքի 7-րդ 16 գլխի 7-րդ խոսքի մեջ գրված է հետեւյալը։ Նրանք կդառնան դեպի քեզ, եթե Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նրա թշնամիներին կհաշտեսնե նրա հետ։ Ես ուզում եմ քեզ ասեմ, եթե քո բարեկամության մեջ դու ես միակ հավատացյալը, ու հալածանքներ ունես, բաշկիրա դա շատ է կատարվում բարեկամների կողմից, որպես դավանափող հավատ, մեր եկեղեցու մոտ 70%-ը բաշկիրներ, թաթարներ, չուվաշներ, ու եթե մարդը դարձի է գալի հալածանք, գիտեք հետո ինչ է կատարվում, հավատարիմ մնաց, սկսում են կամազ նրանք դառնալը իրան, եթե դու հավատարիմ մնացիր, չէ, ուզում ես փրկես քո ընտանիքը, ոչ թե կամպրոմիսի գնա, այլ խոնարհությամբ, սիրով, ագրեսիայով չէ, խոնարհությամբ, սիրով, հավատարիմ մնա Տիրոջ եւ Տերը խոստացել է, եթե դու դառնաս դեպի ինձ, եթե առանձնացնես, զատես մաքուրը անմաքուրից, նրանք քեզ կդառնան ու դու իրան չես դառնա, Աստված կօրհնի քեզ, սիրելի քույրեր եղբայրներ, եւ քո հարազատները կդառնան, Տերը կօրհնի եւ ես համոզված եմ, որ եթե դառնանք, ես բաշկիրյա, որ տեղափոխվեցինք ծառայելու, սենց ասած Փեսայեի, Փեսեքը դե այդքան պետանի չեն էլի, ընդհանրապես այն մի կողմի համար, Փեսեն մինչև կյանքով չապացուցի, որ ինքը բարձր դիրքը մա, չեն հավատում, ու գիտեք հետաքրքիր է որն է, շատ տարբեր ձևերով, ես էլ երիտասարդ, ոչ համ Փեսա եմ, համ էլ շատ երիտասարդ, ու սկսեցի ապրել նենց ոնց որ Տիրոջ, ես իրանց հատուկ ցույց չէի տալիս, ես պրոստը Տիրոջն էի դարձել, ես պրոստը անընդհատ իմ կյանքիս մեջից մաքուրը անմաքուրից առանձնացնում էի եւ այլն, ու այսօր ասեմ, որ շատ բարեկամներ, Լուիզայի կողմի բարեկամներ դարձի են եկել, մոտ 40-ից ավել մարդ դարձի են եկել, 94 թվականից սկսված, սիրելի քույրեր եղբայրներ,
Ես համոզված եմ, որ եթե մենք կանգնենք մեր տեղը, եթե մենք Տիրոջը դառնանք, եթե մենք մաքուր մնանք, մեզ են դառնալու ու մենք չենք դառնալու իրան։ Աշխարհը դի փոխվի, մենք չենք փոխվի։ Ամեն։ Եվ վերջում ուզում եմ կարդամ 2 Կորինթացիս 6-րդ գլխի 16-ից 18-ը։ Վերջնաբանն է։ 2 Կորինթացիս 6-16-ից 18-ը։ Կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուրքերի հետ, որովհետև դուք կենթանի Աստծո տաճարն եք։ Ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ եւ նրանցում ման կգամ, եւ նրանց Աստված կլինեմ, եւ նրանք իմ ժողովուրդ։ Նրա համար, որ նրանց միջիցը դուրս գնացեք եւ բաժանվեցեք, աշխարհի մասին ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչեք։ Եվ ես կընդունեմ ձեզ, եւ ես ձեզ հայր կլինեմ, եւ դուք ինձ որդիներ եւ աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող Տերը։ Այսպես է ասում է ամենակարող Տերը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե մենք մնանք այս խոսքերի մեջ, կտեսնենք, թե Տերը ինչքան օրհնություններ կբերի մեր կյանքի մեջ։ Միշտ հիշեք, ապաշխարեցեք եւ հետո հավատացեք ավետարանին, եւ այդ ավետարանը կլինի ձերը։ Աստծո բոլոր խոստմունքները բարի ու օրհնյալ կլինեն ձերը։